հետևյալ բայդրությամբ հաշվի առնելով այն արձանագրումները, որոնք դատարանը վերջին անգամ տնային կալանքի դարբարի ժամկետի երկաթակելու հարցը քննարկելիս նկատի ունեցել դեռևս չեն վերացել։ Եվ առնվազն մենք այո վկայներ արձանագրում ենք այս ընթացքում, բայց այդ հարցաքննված կամ վկայի արձանագրության փաստարկում էական նշանակություն դատանի գնահատմամբ չի ունեցել։ Հետևաբար դատանը գտնում է, որ մեղադրյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի գործողության ընթացքում այս ընթացքում դրա իրավաչափության պայմանները չեն վերացել, որպեսզի խափանմիջոցը տնային կալանքը վերացնել եւ չեն ենթարկվել այնպիսի փոփոխության, որ ավելի միայն խափանմիջոց ցով դառնող Միևնույն ժամանակ դատանը հաշվի առնելով նաև քիչ առել դատանից բացասած հարցերը, որ մենք ունենք ինչի համար առաջ ենք ասում, քանի որ դատարանը որպես այդպիսին նոր քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն տեղում է որոշում կայացնում եւ չի հեռանում առանձին սենյակ, այսինքն այդ դատանը տեղում մեկնաբանում է իր կանոնները, բարձրացնում է դրանք եւ կայացնում որոշում։ Դավար առանձին սենյակի կամ խորհրդացական սենյակի հնարավոր կապության կամ այդտեղ էս հարցերի լուծում բանի հարց չկա, սեն չի համար ասում, այսինքն մենք ունենք համաձայնեցված, եթե ճիշտ եմ հիշում այս բայդրության երկու նիստ, բայց էլ նստել կհամաձայնեցնենք եւ այդ ընթացքում ինչպես Պարոն Մելիքյանը հաղորդակցությամբ փոխվածին կատարեց, առավել ջանք կգործադրենք առավել ջանասիրություն ցուցադրելու համար։ Դուք կար բարոյական դատարանում։ Ոչ, ձեր որոշմանը կապ է։ Դատարան որոշում չի կայացրել եւ չէ, զինվորների կապ է։ Պարոն Ցուկյասյան, ոչ, հիմա դատարանի խոսքի ժամանակ։ Դատարանը որոշում է Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկաթգծի 2 ամուր ժամկետով մինչև 2000 դարություն դալուց մինչև 2024 թվականի օգոստոսի 11-ը 2025 թվականի օգոստոսի 11-ը Դատանի որոշումը ստանալուց հետո այն կարող է բողոքարկել հակակողմություն դատարան 10 ժամկետ